Լրահոսի թարմացումներով Renews լրատվականը շարունակում է իր ընթացքն ուղիղ եթերում, ես Սոնա Թումանյանն եմ։ Մենք շարունակում ենք անջատել աղմուկն ու ներկայացնել Հայաստանի ու աշխարհի լուրերը բազմակողմանի մեկնաբանություններով, փորձագիտական կարծիքներով եւ անկողմնակալ լուսաբանմամբ։ Ներքաղաքական օրակարգը հազիվ թե կարելի է ամբողջապես քաղաքական անվանել։ Վարչապետի ամենօրյա գրառումները երկրի հոգևոր այրերից գլխավորին ամենայն հայոց կաթողիկոսին կահնկեց անելու օրակարգն են թելադրում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը դիմել է հայ եկեղեցու հետևորդներին եւ ասել. մեջբերում եմ, մեզ անհրաժեշտ են գործում քայլեր ձեռնարկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Այս փուլում պիտի ստեղծենք համակարգող վերենշված օրակարգի կազմակերպման հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու այն հետևորդները, ովքեր a. իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը Հիսուս Քրիստոսին, b. գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը, g. վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահել են մեծ պահքը, d. ամեն օր աղոթում են, e. հավատում են, որ Մայրաթորի նորոգման օրակարգը բխում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։ Փաշինյանը նաեւ մանրամասնել է համակարգող խմբի անդամ դառնալու պայմաններն ու հավելել, որ առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնի իր վրա։ Մայրաթորը սակայն վարչապետի առաջարկած օրակարգին եւ պահանջներին դեռ չի արձագանքել։ Դոստոևսկի, Մարկես, թե Կաֆկա հայկական իրականությունում սահմանադրության 18-րդ հոդվածը կարդալն ու մեջ բերելը վերջին օրերին ավելի արդիական են։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Կաթողիկոսի վարքը քննարկելու իրավասությունը ազգային եկեղեցական ժողովինն է, թե պետությունն էլ կարող է իր ունենալ այս գործընթացում։ Կուսակրոնության կարելիների եւ չի կարելիների հետքերով գնացել է իմ գործընկեր Սիմոն Հովանիսյանը։ Վարչապետը եկեղեցու գործերին չպետք է խառնվի։ Այս է իմ դիրքորոշումը։ 7 տարի անց արդեն 8-րդ օրն է վարչապետը հակասում է իր այս դիրքորոշմանը պարբերաբար բարձրաստիճան հոգևորականներին հիշելով կուսակրոնության ուխտը խախտելու մեղադրանքի համատեքստով։ Այսօր էլ կաթողիկոսի հրաժարականներ պահանջում, իր բնորոշմամբ քրիստոնեաբար պետք է մաքրել վեհարանը։ Իսկ ինչ է ասում եկեղեցին, չէ՞ որ մինչև Սահակ Պարթևը կաթողիկոսները ոչ միայն ամուսնացել են, այլև կոչումը փոխանցել սերնդեսերունդ։ Սա փաստ է, եւ եթե Գարեգին երկրորդը փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այսմ, համաձայն հայ առաքելական եկեղեցու կանոնակարգի, Գարեգին երկրորդը չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել կաթողիկոս։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը։ Կաթողիկոս ընտրվում է եպիսկոպոսներից, նշում է Տեր Արարատը։ Ըստ եկեղեցական կանոնագրքերի եպիսկոպոսները պետք է կուսակրոն լինեն, հետևաբար կաթողիկոսը նույնպես։ Երբ որ եկեղեցու ներսում տեղի ունենում որևէ հոգևորականի, այդ թվում դա վերաբերել է եւ միջնադարին եւ մեր օրերին, երբ որ որևէ հոգևորական, այդ թվում կլինի ամուսնացյալ կամ կուսակրոն, խախտում է հայոց եկեղեցում կանոնակարգված ավանդույթի ուժով կամ կանոնով սրբագործված մի սովորություն, մի կանոն, մենք եկեղեցում ունենք համապատասխան գործիքները, ունենք կանոնական իրավունքի ուժ ունեցող մարմիններ, որոնք քննության են առնում որևէ հոգևորականի ընթացքը։ Կաթողիկոսի հարցը մի փոքր այլ է։ Երբ վեհափառի դեպքում է նման բան լինում, հրավիրվում է ազգային եկեղեցական ժողով։ Այն կարող է հրավիրել կաթողիկոսը կամ ժողովի անդամների 2/3-ը։ Ազգային եկեղեցական ժողովում թեմերի ներկայացուցիչներ կան, եպիսկոպոսներ, եւ միայն նրանք կարող են որոշում ընդունել, անգամ կարգալույց հռչակել կաթողիկոսին։ Պետությունն այս մասով որևէ անելիք չունի։ Տեր Արարատը նշում է նաեւ, որ կաթողիկոսները հաճախ են թիրախավորվում, ոչ միայն մեր ժամանակներում։ Տվյալ դեպքում էլ եկեղեցին այս մեղադրանքները նոր չի լսում, այս մեղադրանքները տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ հնչել են եւ եկեղեցական պատկան մարմիններից որևէ մեկը երբևէ դա քննության առնելու կարիք չի տեսել։ Ես կարծում եմ, որ ապագայում եւս կապ չունի ով ինչ մեղադրանք է հնչեցնում կամ ով ինչ է ուզում ապացուցած լինել, միևնույն է հայոց եկեղեցում այն մարմինները, որոնք քննության առնելու իրավունք ունեն այս կամ այն եկեղեցականի ընթացքը, լինի դա սարգսակ, քահանա, վարդապետ, եպիսկոպոս, իրենք հարկ եղած դեպքում
դա կանեն առանց որևէ մեկի ուղղորդման։ Մենք չգիտենք արդյոք Գրիգոր Լուսավորչի աթոռի 132-րդ գահակալի կուսակրոնության խախտման հարցը քննվել է ազգային եկեղեցական ժողովի կողմից, բայց մի բան հստակ է. հնարավոր է, որ բարձրաստիճան հոգևորականը ընդհուպ կաթողիկոսը ունենա երեխա եւ լինի կուսակրոն։ Տեր Արարատի խոսքով նման օրինակներ ոչ միայն հիմա, այլև անցյալում են եղել։ Հնարավոր է հոգևորականը ամուսնանա, ունենա երեխա, ապա ամուսնալուծվի ու տա կուսակրոնության երթում, եւ երթում տալուց հետո կարող է արդեն բարձրանալ աստիճանակարգություններով։ Սահմանադրությունը ունի 18-րդ հոդված, որը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչվում է Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը, հայ ժողովրդի ուրեմն ազգային մշակույթի զարգացման, ազգային ինքնության պահպանման մեջ եւ հոգեվոր կյանքում ընդհանրապես։ Միաժամանակ սահմանված է, որ եկեղեցու եւ պետության հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ Այսքանով սահմանադրության տեքստը նվիրված հայ առաքելական եկեղեցու եւ պետության հարաբերություններին ավարտվում է։ Նշում է սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը, հավելելով, որ գոյություն ունի Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու եւ Հայաստանի հարաբերությունների մասին օրենք, որով փորձ է արվել զարգացնել մայր օրենքի այս դրույթը։ Սահմանվել են այն հանրային նշանակության հարցերը, որտեղ եկեղեցին դերակատարում ունի գերազանցապես կրթական եւ բարեփոխման գործունեության մեջ։ Մի շարք կարևոր ինստիտուտներ կան, որոնք որ իբնե պետք է չզբաղվեն կուսակցական քաղաքականությամբ։ Իսկ արդյոք քաղաքական պրոցեսները կապ ունեն պետություն եկեղեցի հարաբերություններին։ Եկեք հպանցիկ անցնենք պատմության փուլերով, մասնավորապես 2018-ի հեղափոխությունից հետո։ Հոգևորականներից մի քանիսն անձամբ մասնակցել են ցույցերին։ Դա մոտավորապես այն ժամանակ էր, երբ Փաշինյանը եկեղեցու գործերին չխառնվելու դիրքորոշում ուներ։ Հետո իշխանության վարած քաղաքականության դեմ պայքարող Տեր Ղազարին ժամանակավորապես փիլոնազրկեց Այրարատյան հայրապետական թեմը։ Պատճառը հոգևորականին ոչ հարիր պահվածքն էր։ Նույն 2018-ին Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժում էր նախաձեռնվել, որի ակտիվիստները իրավապահների թողտվությամբ գրավել էին վեհարանը։ Այնուհետև Վայոց Ձորի թեմի այցի ժամանակ նույն ակտիվիստների մի խումբ փակեց վեհապարի ճանապարհը, նույնիսկ քաշքշեց օձիքից։ Արդեն պատերազմից հետո եկեղեցին դեմ էր քաղաքական ղեկավարությանը։ 2020 թվականի դեկտեմբերին Սիսիանի եկեղեցու քահանան հրաժարվեց սեղմել Փաշինյանի ձեռքը։ 2024-ից Կիրանցում ձևավորված եւ Երևան հասած պայքարն առաջնորդվում էր Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանի կողմից։ Իշխանության վարած քաղաքականության դեմ պարբերաբար խոսում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աչապահյանը։ Իսկ անցած տարի կաթողիկոսին չթողեցին մասնակցել Սարդարապատի արարողակարգին, երբ հուշահամալիրում էր վարչապետ Փաշինյանը։ Մարդիկ, ովքեր որ իրենց վրա վերցնում են ուրիշին դատելու, հոգևոր կյանքը առաջնորդելու, բարոյականության մասին խոսելու եւ այդ բարոյականության, հոգևորության, ինչպես նաեւ հարգանքի վրա կառույցը առաջնորդելու, իրանք պետք է հասկանան, որ այն հայտնի արտահայտություն կա, չէ, ասուդիկտո։ Իսկ դատավորները ովքեր են։ Ստացվում է Ալեն Սիմոնյանի խոսքով եկեղեցականների քննադատությունները բերեցին եկեղեցու նկատմամբ այս վերաբերմունքին, չնայած սահմանադրությամբ խոսքի ազատություն է ամրագրված, թե ինչն է սասանում իշխանավորների հավատը, անգամ եթե բարձրաստիճան հոգևորականները խախտած լինեն կուսակրոնության ուխտը, հստակ չէ, միայն ասում են, բա չիմանանք որտեղ էր այդ ձեռքը մեր համբուրելուց առաջ, ինչպես գրառումներից ենք հասկանում, քննադատում են նաև եկեղեցու աջակիցներին։ Օրինակ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահին սկսեցին քննադատել Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը, երբ այցելեց Գարեգին II կաթողիկոսին։ Առաջին նախագահն իր աջակցությունը հայտնեց վեհապարին։ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ նա պետք է կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիկի կողքին։ Հերիք է ստես այս ժողովրդին ու քեզ սնես այն մտքով, որ իբր դու բոլորից բարձր ես, բոլորից խելացի։ Մենության մեջ մնա բլրի գլխին Քոսեվ Քարանձավում։ Վերիշի քո ընկերների անունները, որոնց գլուխը կերար։ Իսկ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը երեք հրապարակել է իր 2007 թվականի ելույթներից մի հատված։ Ողջ պատմության ընթացքում այն ժողովուրդը գլխավորապես տուժել է իր կառավարիչների տգիտությունից, անհեռատեսությունից ու արկածախնդրությունից։ Մինչդեռ ողջամտությունը երբեք դրան վնաս չի բերել։ Տեր-Պետրոսյանի եւ կաթողիկոսի ջրերը մի առվով չէին հոսում 2008-ի հեղափոխության փորձի ժամանակ։ Նախկին նախագահը չէր ընդունել վեհապարին, բայց Հայ ազգային կոնգրեսը հին Ախոյանների կողքին կանգնելու պրակտիկա մի անգամ չէ, որ ցույց է տվել։ Օրինակ անցյալ տարի էլ Լևոն Զուրաբյանը անձնական երաշխավորություն տվեց Արմեն Աշոտյանին խափանման միջոցը փոխելու հարցին։ Սիմոն Հովանիսյան, Դավիթ Գենջոյան, Լևոն Ոսկանյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։
Հայոց վեհարանը լռում է, բայց Սփյուռքում հայ եկեղեցու ներկայացուցիչները չեն զլանում իրենց անվերապահ աջակցությունը հայտնել հայոց հայրապետին։ Վեհափառը ի Հայաստան եւ ի Սփյուռս ապրող ամբողջ հայ ժողովրդի հայրապետն ու հոգևոր առաջնորդն է։ Հետևաբար Հայաստանի վարչապետի միանձնյա կամ քաղաքական շահից բխող պահանջը իրավական հիմք չունի, իսկ բարոյական տեսակետից անընդունելի եւ վիրավորական է ամբողջ հայության հավատքի եւ հոգևոր արժանապատվության համար, հայտարարել է Ռումինա հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյան։ Իշխանության եկեղեցու դեմ ուղղված քայլերի ու խորհրդային միության բռնաճնշումների միջև զուգահեռներ անցկացնելով։ Սրբազանը մասնավորապես ընդգծել է Նիկոլ Փաշինյանի կաթողիկոսի հրաժարականի պահանջը առաջացրել է խոր մտահոգություն թե հոգևոր եւ թե ազգային անվտանգության տեսանկյունից։ Նրա պնդմամբ ամենայն հայոց հայրապետը չի ընտրվում միայն Հայաստանի քաղաքացիների կամ տեղական իշխանության քմահաճույքով, այլ Հայաստանի եւ Սփյուռքի թեմերի հոգևոր ու աշխարհական ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը նշանակում է, որ Սփյուռքն ունի բացառիկ դեր եւ մասնակցություն։ Տաթև Սրբազանը նշել է, որ Փաշինյանի քայլերը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ ազգային միասնության վրա։ Նաեւ զգուշացրել է, որ հակաեկեղեցական եւ ապազգային գործընթացները չդադարեցնելու պարագայում Սփյուռքում կձեռնարկեն գործողություններ։ Աստծո եւ եկեղեցու դեմ դուրս եկողներն ու մարտնչողներն ի վերջո կործանվում են, նետվելով պատմության աղբանոց։ Այսպես է եզրափակել իր ուղերձը Տաթև Սրբազանը։ Հոգևոր դասից զատ Սփյուռքում ապրող հայոց եկեղեցու հավատավորները նույնպես որոշել են իրենց ձայնը լսելի դարձնել։ Վիրահայ գործիչները հայտարարել են, որ Թբիլիսիում Հայաստանի դեսպանության շենքի առջև հունիսի 12-ին ժամը 16:35 կանցկացվի բողոքի ցույց, հեռու մնա հայ առաքելական եկեղեցուց խորագրով՝ ի աջակցություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ ազգային արժեքների պաշտպանության։ Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում Փաշինյանի, եկեղեցու եւ վեհափառի դեմ ուղղված արշավը խայտարակություն է որակել։ Հարցին ինչ հետևանքների կբերեն դրանք, Սարգսյանն ավելացրել է. մենք այդ հարցում կհետևենք վեհափառ հայրապետի հորդորներին եւ դիրքորոշմանը։ Երրորդ նախագահը Փաշինյանի այդ արշավը կապել է Շվեյցարիայում վեհափառ հայրապետի ելույթի հետ։ Առիթն այդ միջոցառումներ, բայց ամբողջովին տեղափոխվում է իր հնարած նոր Հայաստանի կոնցեպտի մեջ։ Այսինքն փոխում է Հայաստանի պատմությունը, հայ առաքելական եկեղեցուն վարկաբեկելը նույն շղթայի տարբեր օղակներն են եւ զարմանալու բան չկա, ասել է նա։ Սարգսյանը արձագանքել է նաեւ իմպիչմենտի գործընթացին, հայտարարելով, որ միայն գործող իշխանություններին են շահ հայտարարել։ Մենք շահ ենք հայտարարել եւ հայտարարել ենք միայն այսօրվա իշխանություններին։ Մենք ուրիշ շահ հայտարարելու ֆիգուր չունենք։ Մատանետ կստացվի։ Այո, վաղը բանակցություններ են տեղի ունենալու Հայաստան դաշինքի եւ պատիվ ունեմ խմբակցությունների միջև եւ այդ հարցերի վերջնական պատասխաններ կստանանք։ ՄԱԿ երրորդ համաժողովին մասնակցող Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել են լեռներից մինչև օվկիանոսներ կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ հանուն կայուն ապագայի խորագիրը գրող միջոցառմանը, որը կազմակերպել են Հայաստանը եւ Ֆրանսիան որպես COP17-ի եւ ՄԱԿ օվկիանոսի հարցերով համաժողովի հյուրընկալող երկրներ։ Հայաստանում կայանալիք COP17-ը կդառնա կարևոր հանգրվան։ Այն կհամախմբի կոնվենցիայի կողմերին, կառավարություններին, հանրային եւ մասնավոր շահագրգիռ կողմերին, բնիկ ժողովուրդներին եւ տեղական համայնքներին գլոբալ վերանայման համար, գնահատելու մեր կոլեկտիվ եւ անհատական ձեռքբերումները կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի եւ Կունմին Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում։ Ես այստեղ օգտագործում եմ ձեռքբերումներ բառը, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ բացի ձեռքբերումներից այս վերանայումը կօգնի մեզ գնահատել եւ բացահայտել բացթողումները, թերություններն ու կարիքները, ինչպես նաեւ անել հնարավորը մշակելու ամենաարդյունավետ եւ համապարփակ լուծումները, որոնք կօգնեն մեզ հավատարիմ մնալ կենսաբազմազանության մեր հանձնառություններին, միաժամանակ ապահովելով կայուն զարգացման նպատակների իրագործումը, նշել է Միրզոյանը։
Նախարար Միրզոյանը օվկիանոսի հարցերով ՄԱԳ 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱԵՄԳ-ի միջև համագործակցության հարցեր, ներառյալ միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման ուղղությամբ շարունակական աշխատանքները, միջուկային գիտության և տեխնոլոգիաների զարգացման միջոցով ընձեռվող հնարավորությունների արդյունավետ իրացումը։ Անդրադարձ է կատարվել ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանի կառավարության առաջնահերթությունները և միջազգային գործընթացների հետ համագործակցությանը։ Արարատ Միրզոյանը և Ռաֆայել Գրոսին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Դատախազությունը նոր միջնորդություն է ներկայացրել ազգային ժողով ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և քարտուղար Արծվիկ Մինասյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու թույլտվության համար և ստացել այն։ Ըստ դատախազության Սեյրան Օհանյանը 2008-ից 2016 թվականներին զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը 10,500 քառակուսի մետր տարածքով հողահատված է զավթել և առանձնատուն կառուցել, 58 միլիոն դրամ կաշառք է ստացել և այլ ենթադրյալ ապօրինություններ է կատարել։ Արծվիկ Մինասյանն էլ ըստ դատախազության լինելով բնապահպանության նախարար միջոցներ չի ձեռնարկել նշված իրավախախտումների հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Թե Օհանյանը և թե Մինասյանը սկսված իրավական գործընթացը մեկնաբանել են Facebook-յան գրառումներով, կընթերցեմ մեջբերումներ։ Ի կատար ածելով Նիկոլ Փաշինյանի պատվերը Աննա Վարդապետյանը իմ նկատմամբ հերթական անգամ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացնել ազգային ժողով։ Փաշինյանն ու Ալիևը գործում են համադրված, ապահովելով Բաքվում և Երևանում բեմադրված էժանագին շոուներ։ Ակնհայտ է, որ սրանց հիմնական նպատակը հանրության ուշադրության շեղումն է իրենց իսկ ձեռամբ ստեղծած հայոց պետականությանը սպառնացող վտանգներից։ Իսկ Արծվիկ Մինասյանը նշել է Facebook-յան գրառման մեջ. Հարգելի հայրենակիցներ, երեկ ականատես եղանք պետական մակարդակով հերթական կլաուզիային։ Մասնագիտական, քաղաքական և բարոյական առումով որևէ քննադատության չդիմացող իմ դեմ հարուցված ապօրինի քրեական գործը ոչ միայն հանրությանը մատուցվող հերթական շոուն է, այլև վկայում է Հայաստանը զավթած ռեժիմի իշխանությունը կորցնելու վախերի մասին։ Գլխավոր դատախազը հերթական անգամ ոտնահարելով սահմանադրությունն ու օրենքները իրեն անսահմանորեն նվիրել է Նիկոլ Փաշինյանի հանցավոր հանձնարարությունների կատարմանը։ Միջազգային լրահոսի հարուստ գունապնակի առաջին գույնը Ռուսաստանն է։ Նախագահի օգնական և Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին Russia Today-ին հայտարարել է, որ եթե հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով դադարեցվի և իրական խաղաղության շուրջ համաձայնություն չլինի, ապա Դոնբասը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդպիսի վիճելի տարածաշրջան կար։ Ղարաբաղը։ Այդ տարածաշրջանը հսկայական Ղարաբաղի կվերածվի, որոշ ժամանակ անց Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, կփորձի վերադարձնել այն, և դա կլինի մոլորակի վերջը և կվերջանա միջուկային պատերազմով։ Մենք չենք ուզում ունենալ պատրվակ ստեղծել հսկայական Ղարաբաղ, որը ոչ մեկը չի ճանաչել, որի պատճառով կարող է միջուկային պատերազմ սանձազերծվել։ Ուստի ուզում ենք լիակատար հաշտություն կնքել և ճանաչել նոր տարածքները, նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնականը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը մեղմ ասած բուռն է արձագանքել Մեդինսկու հայտարարությանը, նշելով իբր նա աղավաղել է փաստերը հայ-ադրբեջանական նախկին հակամարտության վերաբերյալ և Ղարաբաղը ներկայացրել որպես վիճելի տարածք։ Գերատեսչությունը Մեդինսկուն մեղադրել է, որ նա չի իմացել, թե Ղարաբաղը իբր երբեք վիճելի տարածք չի եղել, հավելելով, որ Ռուսաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս։ Բաքուն քննադատել է Մեդինսկուն ռուս-ուկրաինական պատերազմը Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ համեմատելու համար։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը սովորության համաձայն նենգափոխել է իրականությունն ու նշել, թե իբր Ադրբեջանը երբեք ագրեսիվ պատերազմ չի վարել, իսկ 2020 և 2023 թվականների Ղարաբաղի վրա հարձակումները իբր հակաահաբեկչական միջոցառումներ էին։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես արձագանքել է Ադրբեջանի արձագանքին, կոչ անելով Բաքվին համատեքստից չկտրել Դաշնության նախագահի օգնական Մեդինսկու խոսքերը Ղարաբաղի մասին։ Պետք չէ համատեքստից կտրել գոյություն չունեցող թեզիսները և փոխել բառերի տեղերը, դրանց միանգամայն այլ նշանակություն տալով, նշել է գերատեսչության խոսնակը։ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը պաշտոնապես այդ տարածաշրջանը ճանաչում է Ադրբեջանի տարածք
տարածք։ Նա պարզաբանել է, որ Մեդինսկին խոսել է պատմական ասպեկտի, սոցիալ-մշակութային առանձնահատկությունների և մարդկանց ցավի մասին։ Մամուլը կարծես Թրամփ-Մասկ վիճաբանության գրակի վրա այլևս յուղ չի լցնում, բայց Թրամփին շարունակում է խոշորացույցի տակ պահել։ Միացյալ Նահանգների նախագահը մտադիր է ձերբակալել Կալիֆոռնիայի դեմոկրատ նահանգապետ Գևին Նյուսոմին, եթե նա շարունակի խոչընդոտել դաշնային ջանքերին իր նահանգում։ Նյուսոմը Լոս Անջելեսի փողոցներում զորքերի ներկայությունը որակել է օրենքից դուրս և անբարոյական, ապա հայտարարել, որ դատի է տալիս դաշնային կառավարությանը։ Ի պատասխան Պենտագոնը ծովային հետևակի լրացուցիչ անձնակազմ է տեղակայել ամերիկյան մեգապոլիսում։ Դավիթ Գենջոյանը հաջորդիվ ներկայացվող ռեպորտաժում պատմում է նահանգներում եղած վերջին զարգացումների մասին, դիտենք։ Դոնալդ Թրամփի կառավարության և Կալիֆոռնիայի նահանգային իշխանությունների միջև հակամարտությունը սրվել է Լոս Անջելեսում ազգային գվարդիայի և ծովային հետևակայի տեղակայման պատճառով։ Թրամփը հայտարարել է, որ զորքերի տեղակայումը կարևոր էր կանխելու իր խոսքով բռնի և հրահրված անկարգությունները, որոնք կարող էին ավերել քաղաքը։ Նա քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին և Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասին, նրանց անվանելով անգործունակ և պնդել, որ նրանք պետք է շնորհակալություն հայտնեին իրեն ճգնաժամը կանխելու և իբր մեգապոլիսը ոչնչացումից փրկելու համար։ Թրամփը նաև սպառնացել է ձերբակալել Նյուսոմին, եթե շարունակի խոչընդոտել դաշնային ջանքերին, մասնավորապես անօրինական միգրացիայի դեմ պայքարին։ Կալիֆոռնիայի իշխանությունները զորքերի տեղակայումը համարում են անօրինական և նահանգի ինքնիշխանության խախտում։ Նյուսոմը հայտարարել է, որ Թրամփի հրամանը ոչ միայն Կալիֆոռնիային է վերաբերում, այլև կարող է կիրառվել ցանկացած նահանգում։ Լոս Անջելեսի փողոցներում զորքերի ներկայությունը նա բնութագրել է որպես անօրինական և անբարոյական։ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան հայտնել է, որ նահանգը դատական հայց է ներկայացնում Թրամփի կառավարության կողմից ազգային զորքերի տեղակայումը չեղարկելու համար։ Բոնտան ընդգծել է, որ չկա արտաքին ներխուժում կամ ապստամբություն, որոնք կարող էին արդարացնել նման քայլերը։ Երկուշաբթի օրվա դրությամբ Լոս Անջելեսում տեղակայված էր ազգային գվարդիայի մոտ 1000 հոգանոց անձնակազմ, նախատեսված էր ևս 1000-ի տեղակայումը։ Բացի այդ, Պաշտպանության նախարարությունը Կալիֆոռնիայի անապատում գտնվող ռազմաբազայից Լոս Անջելես է ուղարկել 700 ծովային հետևակ զորքերին օգնելու համար։ Ռազմական հրամանատարության հայտարարության համաձայն ծովային հետևակայինները վերապատրաստվել են ամբոխի վերահսկման և լարվածության թուլացման համար։ Պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը նշել է, որ զորքերը քաղաքում են դաշնային անձնակազմը և շենքերը պաշտպանելու համար։ Լոս Անջելեսում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ակցիաները հանգեցրել են ոստիկանության հետ բախումների և վանդալիզմի դրսևորումների։ Քաղաքի փողոցներում այրված մեքենաների մնացորդներ են։ Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև քաղաքապետարանի դիմաց Արմիության առաջնորդ Դևին Ուերտայի ձերբակալության դեմ։ Ուերտան, որին ձերբակալել էին միգրացիոն ծառայությունները, ավելի ուշ ազատ էր արձակվել $50,000 գրավի դիմաց։ Քաղաքապետ Քարեն Բասը մտահոգություն է հայտնել, որ դաշնային միգրացիոն ծառայության գործողությունների ակտիվությունը կարող է ավելի սրել իրավիճակը։ Ծառայությունը հայտարարել է, որ կենտրոնացած է միգրացիոն օրենքների կատարման և անցավոր անցյալ ունեցող միգրանտների վտարման վրա, պատրաստ լինելով ձերբակալել օրինախախտ ցուցարարներին։ Նյուսոմը սոցիալական հարթակում դարձյալ կոչ է արել չեղարկել զորքերի տեղակայման հրամանը և վերադարձնել վերահսկողությունը նահանգային իշխանությանը։ Ի պատասխան իրեն ձերբակալելու Թրամփի մտադրությանը, Նյուսոմը նշել է, որ նման սպառնալիքն աննախադեպ է Ամերիկայի համար։ Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու Կոմոնը զգուշացրել է, որ ընդվզման ալիք կարող է տարածվել այլ քաղաքներում։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է եղել, զոհվել է 10 մարդ։ Ականատեսները նշում են, որ 30-ից 40 գրակոց է հնչել։ Ըստ աղբյուրի գրակոծները արձակողն ինքնասպան է եղել։ Նախնական տեղեկություններով նա դպրոցի աշակերտ էր։ Հրաձգությունը տեղի է ունեցել 2 տարբեր դասարանում։ Հարձակվողի նպատակները դեռ հայտնի չեն։ Եթե որոշել եք ամառը զովացնել, շոկոլադե պաղպաղակին հատապտուղներ ավելացնելով, ինչպես ես եմ անում, մի լավ մտածեք։ Սննդի անվտանգության տեսչությունը կոչ է արել սպառողներին և վաճառողներին զերծ մնալ իր մատնանշած ընկերությունների արտադրանքի օգտագործումից և վաճառքից, օրենսդրական չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։ Ընկերությունները պարտավոր են վերացնել հայտնաբերված խնդիրները։ Հրաժարվել պաղպաղակից, թե ոչ, մտածում եք դուք այս պահին, իսկ ես առաջարկում եմ հարցի հիմնավոր պատասխանները գտնել Անի Հովհաննիսյանի ռեպորտաժում։ Առանց պաղպաղակ ամառը պատկերացնել չի լինի։ Այն մեր մանկության սիրելի համերից է։ Սննդի անվտանգության տեսչական մարմինը ամեն տարի ամռանը խստացնում է վերահսկողությունը։ Վերջին լաբորատոր փորձարկումների արդյունքում շուկայում շրջանառվող մի շարք ընկերությունների պաղպաղակների մեջ հայտնաբերվել են ինչպես աղիքային ցուպիկի խմբի մանրեներ, այնպես էլ կատնայուղի զանգվածային մասի խախտումներ։ Խախտումներ արձանագրվել են Nairiland, Pinkberry, Marnik, Աշտարակ Milk, Grand Candy, Igit ընկերությունների արտադրած պաղպաղակների նմուշներում։ Անունները, որոնք որ կարդացել են, մարդիկ պետք է ապրանքը չառնեն։ Լիազոր մարմինը նաև այս հարցում է թերացել
եւ չի տեղեկացրել, թե որ օրվա խմբականակումը հայտնաբերել այդ խնդիրը։ Ծննդամթերքի անվտանգության տեղեկական մարմինը ոչ թե պարզապես պետք է հայտարարություն անի եւ աշխատանքի իմիտացիա ստեղծի, որ ինքը աշխատել է, որովհետեւ հենց հիմա դուք կարող գնաք խանութ, վերցնեք այդ պահպաղակ, այդ պահպաղակը վերցնեք, տանեք լաբորատորիա, 3 օր սպասեք, լաբորատորիան պատասխանատու այդ արդյունքները հրապարակեք։ Դուք դրանով սննդի անվտանգության մասնակից չտարը։ Պիպոյանի կարծիքով, որքան ստուգում դինի, այնքան էլ խախտում կհայտնաբերվի, քանի որ Սաատումույում չեն ուսումնասիրում պատճառահետևանքային կապը եւ չեն վերացնում խախտումները։ Հենց այն սեզոնի արտադրությունը, երբ որ արտադրական ծավալները մեծանում են, հոստագծերի ծանրաբեռնվածությունը մեծանում է եւ ոչ պատշաճ է կազմակերպվում ախտահանության գործընթաց։ Փորձեցինք կապ հաստատել այն ընկերությունների հետ, որտեղ խախտումներ են հայտնաբերվել։ Grand Candy-ից ասացին, որ շուտով հաղորդակցություն կտարածեն։ Nairi-Land-ի աշտարակ Milk-ի ու Pink Berry-ի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Կապվեցինք նաև Մարտիկ ընկերության տնօրենի հետ։ Նա չհրաժարվեց հարցազրույց տալ։ Փորձեցինք նաև արտադրական գործընթացը նկարահանել, բայց տարածքում սանիտարահիգիենիկ աշխատանքներ էին տարվում։ Մեր մոտ ահագին բան ավտոմատացված չի եւ ձեռքով շատ բաներ է արվում։ Ամենաշատը արվում է հենց այդ կեսկիլոյանոցի հետ, որտեղ որ ասենք կապալիչների վրա այդ բան խփելու process-ը, ասենք ակցիզները խփելու, դրոշմա պիտակները խփելու ընթացքում սեղանը, որի վրա աշխատում են, սեղանը ճիշտ է, անդադ մաքրում են աղքանը, բայց ցանկացած պահի ինչ որ մեկը եթե, չգիտեմ, փռշտա կամ ինչ որ մի կրող լինի, միկրոբի կարող անցնի, մենք սերտիֆիկացիա ենք անցնում, մենք տալիս ենք ինչ որ լաբորատորիաների, իրանք ստուգում են, դրա հիման վրա մեզ տալիս են սերտիֆիկատ եւ մինչեւ հիմա ամեն ինչը նորմալ է եղել։ Մարտիկի տնօրենը եւս մի խնդիր մատնանշեց։ Սաատման հաճախ իր խախտումների մասին հայտարարություններում ոչ տեղին ընդհանրացումներ է անում։ Ընդհանրացնում են ու ասում են, որ մեր մոտ էլ է 1-ից 20%-ն է յուղային մասայի մեջ կատնայուղ, երբ որ մեր մոտ 100%-ն է կատնայուղը։ Ուղղակի կոմպետենտ չէ։ Որտեւ ասենք այդ բանը հնարավոր չի չտեսնել։ Պահպաղակը պետք է լինի ոչ միայն համեղ, այլև անվտանգ։ Մինչ ապրանքները շարունակում են տեղ գտնել խանութների սառնարաններում, սպառողին մնում է միայն իր հույսը, սեփական տեղեկացվածության վրա։ Իսկ երբ վերահսկող մարմինները ուշ են արձագանքում, պատասխանատվությունն էլ է ընկնում այնտեղ, որտեղ չպետք է լինի, սպառողի ուսերին։ Անի Հովանեսյան, Գևորգ Սյանոսյան, Riopan Media։ Հաջորդի V-News լրատվականի գլխավոր թողարկումն է, մենք հասանելի ենք YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում եւ Facebook-ում։ Ամանորյա թարմացումներին ծանոթացեք նաև մեր պաշտոնական կայքեջում ռուսալեզու եւ անգլալեզու լուրերի թողարկումներին կարող եք հետևել 21-ի գլխավոր թողարկումից հետո։ Ես Սոնա Թումանյանն եմ, կհանդիպենք։